Ողջույն բոլորին, որոշեցի սկսել իմ վլոգը հենց դրսից։ Ես ու Խորենը դուրս ենք եկել այսօր մի քիչ զբոսնելու։ Կեսօրի մոտ Արտաշիաջան եկավ երեխաներին վերցրեց, այսօր օրը տատիկ պապիկի հետ են իրենք անցկացնելու։ Դե քանի որ այդպիսի շանս է ընձեռվել, մենք էլ ամուսիններով մի քիչ այս գարնանային եղանակը որոշեցինք վայելել, դուրս գալ, զբոսնել, չգիտեմ, հələ չգիտենք ուր կգնանք, բայց միտեղ կգնանք։ Ուղղակի քայլելու ցանկություն կա, օդ շնչելու, այդ գարունը զգալու։ Ես այսպես դասականոտ եմ հագնվել այսօր։ Դուր է գալիս ինձ այս ոճը վերջին շրջանում։ Մի խոսքով հիմա Խորենը մի հատ բարձրանում ասուսիկենց ու շարունակենք մեր ճանապարհը։ Իսկ ձեզ ես մաղթում եմ, как всегда, մեզ հետ բարի դիտում։ Մենք Ռոսիայի պոդիումկայում ենք, ուղղակի քայլում ենք մեզ համար, բայց այն մայթով է ավելի հավես, այս մայթում արևը շատ ուժեղ հանգած, неприятный է։ Այնքան գարնանային, ասա խոր։ Սենց մի տեսակ ահավոր տրամադրող եղանակ է, խորս մի քիչ բան է, իրան թույլ է զգում, կիսավատառողջ է, ոչ ենա լրիվ տենց խսվս վիճակ է, բայց հիվանդ է էլի։ Մարդը շատ է լավ շաբաթօրը, բայց մեկը ակտիվ է։ Չնայած շաբաթօրը շատ է դուրս են գալի ման գալու։ Արդեն կարճաթև հագնող մարդիկ էլ կան խոր։ Իրական շոկ է, ես հիմա դաժե մի քիչ շոկում եմ։ Ես էլ են անհույսների պես ամեն անգամ նույն տեղերում ծլնգ միացնում եմ կամերան, երևի արդեն ռեֆլեկտորն է մակարդակի վրա։ Ռեֆլեկտորն միացնում եմ հենց սրանին եմ հասնում։ Բայց դե ամեն անգամ այստեղ պատկերները այլ են, եթե նկատում եք, так что մարդիկ են այլ, ուղղակի հավես անցուդարձ է մի տեսակ, ես եմ պիտի ուտնա, որ մի մասը կուրտկաններով են, մի մասը կարճաթև, մի մասը սապոկ, մի մասը կոշիկ, բասանուշկա դեռ չեմ հանդիպել։ Մենք եկանք Սորիզո, ավելի ճիշտ ես հրավիրեցի ամուսնյակի Սորիզո, դե ես կայացած աղջիկ եմ, կարող եմ իսկույն տալ, հա։ Որտեղ սոված ենք տանը, չէինք հարցեր ճաշել, հիմա մի բան կուտենք, արդեն պատվիրել ենք, ցույց կտամ թե ինչ։ Խորենի համար վերցրել ենք խոզապուկտով, բանրով կրուասան, մի անգամ կերել ենք, համով է շատ։ Ես որոշեցի ուտել, մոռացա անունը, ինչ, Ֆ-ով էր։ Ֆ ու Բ, երկու բառից էր բաղկացած, մի խոսքով համով է շատ։ Իտալական է։ Եվ կոլա ենք երկուսս էլ վերցել, ես կոլա 0, Խորենը սովորական։ Եվ մինչև քոններ են սարքեն։ Բերեցին իմ սիրելի պիստակով պաղպաղակը, այս տեսքը ունի, պիստակի գույնը այդքան էլ տրամադրող չի, բայց ինքը իրականում շատ համեղ է, և ալկոհոլ կա այս տակը լցված, այս անգամ մի քիչ ուրիշ ձևի է, քան անցած անգամ, բայց վստահ եմ, որ պլյուս մինուս նույն համն է ունենալու։ Իրար ձեր բռնած գնում ենք, հա, տանջվածս։ Ախ, երեխեք ջան։ Երևի մտածում եք, ես ինչի՞ց է սենց վառվում կադրը պայծառությունից։ Այո, այսօր երեխեք ջան ինձ մոտ օրը տոնական է, որովհետև ես հրավիրված եմ կանանց միամսյակին նվիրված բրանչի, ուղիղ այնտեղից գնում ենք Pink Party։ Ես հագնվել եմ միանգամից Pink-ի մեջ, որովհետև ժամանակ չեմ ունենալու փոխել, Pink Party թեմատիկան սպիտակ վարդագույնն է, տաբատս վարդագույնն է, հիմա փորձեմ ցույց տալ։ Այսպիսի տեսք ունեմ, տունը խառն է, ավիրված, տենց է, չէ՞ որ միտեղ են գնում, սաղ ավիրում ենք։ Սև կոշիկներ, հլը, այսպես։ Մի խոսքով, այսպիսի մի լուք, հիմա ընկերուհիս իր ամուսինն է տանելու, կզանգի, ես դուրս կգամ ու կգնանք առաջին կայարանը Մասիվն է։ Հետո արդեն մոնումենտի մոտ գտնվող Ֆրունզե ռեստորան։ Մի խոսքով, ես ինձ դուր եմ գալիս, կարծում եմ, որ սիրուն է, այս ականջողերս եմ գցել, որ տենց բան լինի։ Կստացի, խոր երկու մատանի սենց համադրել եմ։ Սիրտս ուզեց սենց կամպլեկտացիա անել, հա։ Արմինեն արդեն, հիմա կհասնեն, դրա համար ես դուրս եմ եկել, իմ վաղտից եղանակը շատ լավն է, պլյուս 20, տաք, արևոտ, այնպես որ ես հիմա գնում եմ Մեդլայնի կանգար, ու այնտեղ սպասեմ իմ Արմինեին։ Երեխեք ջան, արդեն տեղում ենք, ես իմ գեղեցկուհին եմ, այստեղ լիքը սիրված հյուրեր կան, տեսեք ինձ սիրուն է ամեն ինչ, էսթետիկ,
մի խոսքով, մենք բլոգերներով այս հատվածում ենք տեղավորվելու, այստեղ մեր նվերներն են։ Երաժշտությունը անջատել են YouTube-ի համար ասեցի մի քանի կադր նկարեմ, երեխեք ամբողջ աստղաբույլը էստեղ է, լիքը գեղեցիկ կանայք, մեկը մեկից շքեղ, եթե մի քիչ առաջ կամ կնկատեք, Ալա Լևոնյանը, Մարիամ Մերաբյանը, Լուսինե Թովմասյանի քույրը անունը մոռացել եմ, դերասանուհիներ տարբեր, Հասմիկ Կարապետյանն այսօր երգելու մեզ համար, մի խոսքով, լիքը հավես հյուրեր, լույսս միացնեմ, որ ավելի որակյալ լինի կադրը, խնայում եմ լույսս, որովհետև երկու միջոցառման եմ այսօր, մի խոսքով, հավես է շատ, ֆոտոգրաֆները, որոնք մեզ նկարում են, ինքները տեսնում եք։ Ինչ բենեֆիսն է, հա, լինելու այսպես խոսափողով, նախ եւս մեկ անգամ ողջույն, շատ շնորհակալ եմ բոլորիս, որ ընդունեցիք ինչ-որ անծանոթ պատահական ծրագրեր, վստահեցիք ու եկաք այսօր Bravo Project-ի առաջին միջոցառումը ձեզնով վերահսկացնելու։ Ոնց որ խոստացել եմ, արդեն այսօր օֆիցիալ շնորհավորում ձեզ, որ տոների աղբի, իսկ սրտեմ աղբում եմ ամենադրականն ու ամենաբարին, ամենակարևորը լիքը սեր ընտանիքի կողմից ու ընտանիքին, ընկերների կողմից ու ընկերներին, աշխարհի կողմից ու աշխարհի լիքը փոխադարձ սեր, ամենադրական մաղթանքը ձեզ։ Շատ շնորհակալ եմ, չեք պատկերացնի ինչքան մեծ բան է իմ համար, տեսնել լիքը մարդկանց էկրաններից կանին կողմ, երբ որ ինչ-որ անիրական երազանք, նպատակ, հա, տենց ասեմ, չգիտեմ, հիմա ասեմ մի քիչ լարված եմ, մի քիչ ձեռքս է դողում, էմոցիաները խեղդում են, հա, հիմա որ ես մարդան կանվեք, շնորհակալ եմ շատ բոլորիս այսօր էստեղ հրաժարվել, չեր կարող եմ բան լինել, ձայնս դողում է, որ շնորհակալ եմ։ Հասմիկ Կարապետյանը պիտի երգի։ Խնդրեմ, իրականացրեք իմ մանկության երազանքը։ Ողջույն սիրելիներս, այնքան հաճելի է, որ գալիս ես մի վայր, որտեղ քո բոլոր սիրելիներն են հավաքված, մեկ հարկի տակ, պայծառ մարդիկ, բաց մարդիկ եւ չկա մի հատ բացասական այսպես կաթի։ Շնորհակալ եմ, որ դուք եք։ Մենք սկսեցինք սնվել, Ալա Լևոնյանն ու Հասմիկ Կարապետյանը երգեցին, շատ հավես է։ Ու արդեն շարժվենք առաջ։ Մոտ 3 տարի առաջ, Այստեղ համեղ աղցան է եկել։ տարեկան էի, աշխատում էի մատուցող, ոչ մի չգիտեր իմ մասին, տենց խելոք իր համար ինչ-որ տղա էր գնում էր գործի, գալիս էր տուն, բայց ուներ լիքը գաղափարներ, չուներ շատ միջոցներ, բայց նպատակներ ուներ, որոնց միանշանակ հասնելու էր ժամանակի ընթացքում, վաու։ Մենք կարող ենք ևս մեկ անգամ ծափերով հրաշալի էր։ Ծափենիկին մեր միջոցառումը վերահսկացնելու համար։ Ինչ միջոցառում առանց նվերների։ Հասանք նվերների հատվածին։ Նվերներ։ Ես դրա փոխ հետո լույս որեց։ Это я։ Իրա լույսը որոնից ցնցել է։ Երեխեք ջան, մենք դուրս եկանք մեր բրանչից, հրաշալի էր կազմակերպել Էդգարը, դեռ ինքը էլի բաներ կկազմակերպի, ես երկու գեղեցկուհիներս թիթիս, խնդրեմ։ Հիմա գնում ենք, Անին պիտի դեռ փոխի փինք ինչ-որ շոր հագնի, դե ինքը իր ամուսնու հետ է եկել, իրեն կարող է թույլ տալ փոխվել։ Իսկ ես այսօր ուրիշի ամուսինների ավտոն, Արմինիս ամուսինը մեզ բերեց, Անիս ամուսինը մեզ կտանի փինք փարթի։ Իմ ամուսինը թող մնա տանը թարգմանություն անի, ես շատ տնարար կին եմ, ինչու իմ ամուսինը պետք է։ Եթե ամուսինը երջանկացնում է,
Ինչ կապ ունի դա ում Բայց ճիշտ աղջի ճիշտ է։ Մեր նվերները տանը կնայինք, սաղ միտոպրոյեկտ, ասե դες նո, թե, շատ ճիշտ դիպուկ բան է։ Մենք դա անցալեցինք բարիս ամենաբարի իմաստով։ Հայ, ստից խոսմա գիտի, որ վլոգ եմ գցելու, ասում լավ կանջով հասնի, տենց ասեմ։ Ես սենց էի տնից դուրս եկել, ինչ գզգզված վիճ։ Մենք արդեն եկանք, Անի, մենք արդեն եկել ենք Ֆրունզե ռեստորան, մոնումենտի մոտ ենք, հիմա մեր վեշմեշոկը թողեցինք Մերանի ամուսնու մեքենայի մեջ ու գնանք Արմինս, շատ գզգզված չենք, չէ՞։ Երեխեք ջան, մենք արդեն տեղում ենք, այստեղ ամեն ինչ շատ սիրուն է, աղջիկները բոլորը վարդագույնի և սպիտակի մեջ են ինչպես դրես կոդներ պահանջել, մի խոսքով, Նուրշը ներկայացնում է իր լուքը, այս հատվածում էլ ինչպես միշտ մեր բոլորի նվերներն են։ Իրենց հիմքում ընկած են ամբողջությամբ յուղեր, վիտամիններ և էքստրակտներ ու ամբողջ աշխարհում ունենք ավելի քան 19,000-20,000 պատճառներ։ Վաու, Արման դու հրաշալի ես։ Մենք սիրում ենք քեզ։ Արմանը իմ հետևորդներից է, մենք շատ վաղուց ծանոթ ենք։ Այստեղ հովանավորներին ներկայացնելու պրոցեսն է երեխեք ջան, մեզ նվերներ են արդեն տալիս, ողջույն սիրելիս։ Այստեղ տարբեր նվերներ ենք արդեն ստացել, կոմպլեկտավորել են, որպեսզի հեշտ տանեն տուն եւ դեռ շարունակվում է պրոցեսը։ Ահա։ Okay։ Այս ինչ գեղեցիկ, մի օր ծանոթ է։ Այդ յա։ Ամենահավես աղջկական բաները նաև տղաների համար մեր խանութ սրահում կգտնեք եւ բոքսիկները շատ ունիկալ կերպով ենք ներկայացնում ձեզ Piximum-ի հետ համագործակցելով, հեսա ցույց տամ։ Բոքսիկների վրա ձեր դեմքն է, հավեսը ձեր յուրաքանչյուրի դեմքով ենք արել, սենց հավես բան ստացվել, կարաք դուք բաժանեք, ես շարունակեմ։ Դեռևս փոքր ժամանակվանից կարծում եմ բոլորիս մոտ տրավմա է եղել, երբ որ նվեր ստանալուց խոհանոցի ինչ-որ պարագա ենք նվեր ստացել եւ միշտ ուզում ենք ինչ-որ հավես քյութ բան ստանայինք, որ դրանով ուրախանանք, մեր ընկերներին ցույց տայինք, իմ բոքսիկների մեջ հենց այդ է ներկայացված եւ ես շատ անգամ մեր թիմին ասում եմ ձեր համար բոքսիկ հավաքելը երևի արհեստ է, բայց ինձ համար արվեստ է, որտեղ ամեն մի բոքսում շունչ կա, սեր կա, ամեն ինչ որ արվում է այդ միջև բլոգերությունս դեռևս ես այդ խանութ սրահի ակտիվը պահել եմ հենց այդ վիդեոներով, հավես կոնտենտ ստեղծելով։ Լիքը հովանավորներ կան այսօր, մեկը մեկից լավը։ Երկու հատ զարդ եմ բերել մեր հովանավորների համար, Վարդի եւ Սոնայի համար, անցեք խաղարկություն։ Լավ։ Այս երկու չքնաղիկներն են կազմակերպել այսօրվա օրերը խեք ջան։ Շատ լավն է։ Քանի որ ես նաև մասնագիտությամբ ֆոտոլուսանկարիչ եմ, նաև երկու հատ gift card եմ բերել, հուսամ հավես ֆոտոներ կանենք միասին։ Ապրեք։ Սիրելի ընկերներ, մնաց վերջին հովանավորին ներկայացնենք, դրանից հետո կգնանք կհյուրասիրվենք, իսկ խաղերը կազմակերպելու ընթացքում նվերները կբաժանենք։ Մեր վերջին հովանավորը Grand Travel Armenian-ը, ով կներկայացնի Սոնան։ Տեսնենք ինչեր կան այստեղ։ Ես դիսերտի սիրում եմ, որտեվ այն մի իվենթում կերել եք։ Okay, ես աբսեսվեցնեմ ու անցնեմ այս համովությունները փորձելու։ Ընտրեցի համովություններ, քանի որ ես մյուսները արդեն ճաշել ենք, այստեղ դիսերտային բաներ եմ ընտրել։ Վարջանալի դու կանգնի իմ խաղեր են խաղալու։ Սոնարի ինձ ախոմում։
իրար հետ շատ քիփ եք։ Բավշե, չէ, դուրմը սենց ենք պայմանավորում, եթե այս խաղից հետո վիճում եք, ինձ ընդհանրապես չենք հիշում։ Էս ինչ եք պլանավորել։ Ես ահա որ կռիվ գցող եմ, մանավանդ ընտանիքի մեջ։ Արդեն տանն եմ, ահա որ հոգնած եմ, պատկերացնում եք, չեն ակտիվ ուր եմ ունեցել, բայց հրաշալի անց եմ։ Իդեպ հագել եմ իմ նոր տնային կոմպլեկտը, որը նվեր էի ստացել իվենտներից մեկի ժամանակ, ինքը որպես պիժամկա է կարելի է հագնել, բայց ես գիտեք, տանը սենց դվոյկաներ եմ սիրում հագնել, իրանց հետ կոմֆորտնի է, հարմար է, փափուկ է, մի խոսքով այդպես հանեցի հագնել, որտեղ պլյուս 24 է, շատ շոկ է, մազերս հավաքեցի, խառնեմ, էսա մակիաժը սեպտի մաքրեմ, բայց նկարելու հոլովակներ ունեմ, նկարեմ նոր։